Տեսեք, այո, համաձայն եմ, որ քաղաքացիները ակտիվ գնան ընտրատեղամասեր եւ երբեմն իշխանությունը, որ քաղաքական ակտիվություններ քարոզում եւ քաղաքական process-ներով, այսպես գեներացնելով, ոգևորելով ժողովրդավարական իբրև թե սկզբունքներով եկել իշխանության, հիմա ամենամեծ պայքարողն է հենց այդ դրա դեմ, ինչ որ գործընկերներս ասում են, դա պարզ հարված է առաջին հերթին ժողովրդավարությանը։ Տեսեք, մեր քաղաքացիները ուղղակի ես պիտի խնդրեմ յուրաքանչյուրին, եթե չեն արել այս վարժությունն անեն։ Նայեք, ինչով է ձեզ վախեցնում։ Պատերազմով, չէ, ասում եմ բերել եմ խաղաղություն, վկայակոչում է 2025 թվականին կրակոցից զինվոր չի մահացել այս թեզը։ Շատ պարզ մի բան։ Գործընկերս էլ ասաց, որ իրենք ցույց են տվել, որ տարածքային զիջում եղել, վստահաբար շատ բաներ կա, մենք չգիտենք, ցավոք սրտի, ինչ ենք զիջել, բանավոր եւ գրավոր ձևով, բայց մի բանը շատ պարզ է։ Ցանկացած մեկը գիտի, երբ են կռվում, երբ որ վեճ կա, երբ որ մեկը մի բան ուզում է, մյուսը չի տալիս։ Իսկ եթե մի կողմը անսահման զիջում է, մի բան էլ ոգևորված, ինչի պիտի որևէ ձևով կոնֆլիկտ առաջանա։ Սա մեկ երկրորդ։ Կոնֆլիկտ չկա, որովհետև ադրբեջանական իշխանությունը ամեն գնով Հայաստանում ուզում են տեսնել այս իշխանությունը շարունակության մեջ։ Որտեվ ինչի դրա պատասխանն է պարզ, որտեվ ամենալավը իրենց շահից բխում է հենց այս վիճակը, որը կա Հայաստանում։ Բխում է իրենց շահից, եւ դրա համար ամեն գնով իրենք գնում են ճանապարհով։ Միանիկները պետք է մտածեն, բալանը դե այսպես է թող շարունակվի, մենք էլ այսպես առանց կռիվ ապրենք, բայց սա բլանկային խաղաղություն է։ Այս չի կարող, սա թվացիալ մի բան է։ Կարելի մի պահ, այսինքն անընդհատ երբ որ զիջումս վերջանում է, ոչ մեր տարածքն է անվերջ, ոչ էլ մեր շահերն են այսպես լրիվ տեղավորվում, եթե չասեմ մեծ մասամբ հակադրվում իրենց շահերից, որտեղ իրենք ասեց Արևմտյան Ադրբեջան, բայց մեծ Թուրանի ծրագիրը, սիրելի հայրենակիցներ, մեծ Թուրանի ծրագիրը չի վերացել։ Դրա մասին խոսում են, չէ՞, խոսում են իրենք թուրք-ադրբեջանական տանդեմը, եւ այդտեղի միակ եւ հիմնական խոչընդոտը ինքնիշխան Հայաստանն է հայ ժողովրդով։ Հիմա սա պետք է նկատի առնենք, բայց ոչ թե պատերազմի պատրաստվելով, այլ հակառակը։ Երրորդ, եթե խաղաղասեր են, եթե հասել են խաղաղության, բայց բլանկը որ կա կամ պայմանագիր կոչված է, որը նախաստորագրված է, ինչի Ադրբեջանը դրա հիմքում երաշխիք չի ուզում դնի։ Միջազգային երաշխիքից ինչ է խուսափում, որովհետև ազնիվ չի, որովհետև ազնիվ չի եւ դա ապացուցել է նաեւ պատմությունը, որովհետև դրանով ինքը ոչ թե իրական խաղաղությանը ձգտում, այլ ձգտում է ամեն գնով ամեն բան զիջելու այդ տարբերակին։ Այսինքն որ պահին հանկարծ իր ուզածը փափուկ ուժով չստացավ, մենք ստանալ ենք դրա փոխարեն պատերազմ, բայց այդ ժամանակ մենք լինելու ենք թույլ, մեր ներքին ամենաշխությունը ջլատած, մեր իմունիտետը կորցրած եւ վստահաբար անխուսափելիորեն արդեն պարտությունը վերջնական եւ հայրենազրկումը լինելուն անխուսափելի։ Դրա համար մեկ պարզ բան կա, մեր իշխանության եւ ինքնիշխանության եւ պետության եւ ամեն ինչի սնողը մեր ժողովուրդն է իր հավաքական կամքով, պետք է այդ վարժությունը անեն յուրաքանչյուրը եւ իրենց խղճի մտով ամսի 7-ին գնան ընտրատեղամաս եւ որոշեն իրենց, եթե չեն ուզում իրենց, գոնե իրենց սերունդների ապագան։ Շնորհակալություն պարոն Ավետիսյան, պարոն Իսայան